ու պետք է ասել, որ մեր քաղաքամար Երևանում միշտ էլ զբոսնելը հաճելի է, հետաքրքիր է։ Շատ-շատերը Երևանի տարբեր անկյուններում, բակերում ստեղծում են իրենց հիշողությունը, վայելում են իրենց գինոտ երեկոները, մշակութային երեկոները կամ պարզապես զբոսանքը։ Եվ այսօր մենք ունենք հրաշալի հնարավորություն մի մարդու հետ զբոսնել Երևանի փողոցներով, որովհետև նա լավագույնս տեղյակ է, թե ինչ է կատարվում եւ դեռ ինչ պետք է կատարվի Երևանյան փողոցներում ու բակերում, որպեսզի ամենագեղեցիկը լինի, այո, հատկապես կենտրոնում, որպեսզի ամենագեղեցիկը լինի մեր սիրելի քաղաքամայր Երևանը։ Եվ այսպես մեր տաղավարում է Պետրոս Պետոյանը, Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, եւ նրա հետ միասին խոսելու ենք կենտրոն վարչական շրջանի բակերի բարեկարգումներից, արված ծրագրերից եւ դեռ սպասվելիք ծրագրերից։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, պարոն Պետոյան, շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ։ Մեծ սիրով։ Հաշվի առնելով, որ սա աշխատանքային օր է եւ աշխատանքային ժամերից ձեր գողանում ենք հիմա, որպեսզի պատմենք մեր հեռուստադիտողներին ինչ է տեղի ունեցել, փորձենք ամփոփել այն աշխատանքները, որոնք կատարվել է ձեր պաշտոնավարման շրջանում, բայց ուզում եմ զրույցը սկսենք ամենաձեզ համար կարևոր մի նախագծից։ Բնականաբար դրանք շատ են, դրանց թվերը մեկը մյուսից տարբեր, բայց որն է ձեզ համար ամենակարևորն ու հիշարժանը, որ ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարել եք։ Արդեն քանի որ նշեցիք, լրացավ երևի թե 2 տարին, այսինքն անցանք 2 տարին, նախագծերը շատ են, իրականում շատ ու երեկ էլ տենց երեկոյան զբոսնում էի, երևի թե ամենաշատը սիրում եմ այս շենքերի գեղարվեստական լուսավորության կտորը, որոնք որ շատ տենց հստակ առանձնացնում են այդ պատմամշակութային կտորը Երևանի ու հատկապես կենտրոնի, որը որ շատ դեպքերում տարիների ընթացքում ինչ որ էս կառուցապատման եւ այլն մի քիչ թաքնվել է։ Հիմա մենք մի քանի փուլով լվանում ենք այդ շենքերը, փորձում ենք ինչ որ տարատեսակ ալեհավաքներից ու անիմաստ ինչ որ բաներից մաքրել, ու ամենավերջում էլ լուսավորել ու ընդգծել իրանց յուրահատկությունը, բայց այդ ծրագրերը շատ են, խաղահրապարակները հանրային, որոնք որ երևի թե Երևանին շատ պետք էին, քանի որ մենք իհարկե բակային տարածքներում շատ ունենք խաղահրապարակներ, բայց կոնկրետ հանրային մեծ այգիներում ժամանակակից նմանատիպ խաղահրապարակներ չկային, կարծում եմ մենք այսօր ունենք Երևանի կենտրոնում 3 մեծ այդպիսի խաղահրապարակներ, շուտով կլինի 4-րդը, նաև 5-րդը, ահա այստեղ տեսաշարում տեսնում ենք, այս մեկը Միսակ Մանուշյանի այգում է, սա Կիլիկիայի դպրոցի լիովին բարեկարգված հատվածն է, որը նաև եւ դպրոցին է ծառայում եւ նաև բակի, այսինքն այդ ամբողջ շրջանի երեխաներին, ու այսպես գնալով այս ամենաառաջի պրոյեկտներից է Մաշտոց 40-ի բակներ, որը բարեկարգվեց, հիմա այնտեղ անվճար բասկետբոլի դասեր ենք շաբաթը 1 անում, պահանջը շատ մեծացավ, հիմա այս նոր բակում Սայաթ-Նովա 37-ում ենք անում, գրանցվում են ու գալիս են անվճար բասկետբոլի դասերի են։ Ի վերջո այս ամենը շատ դրական միտումներ ունի, բայց թերևս ամենակարևորներից մեկը երեխաների միասին ու իրար հետ լինելն է, այդ ընթացքում ուզեն թե չուզեն նաև մարզվում են ու առողջության հետ կապված բնականաբար սա շատ դրական միտում ունի։ Խոսենք նաև այն ապօրինի կրպակների մասին կամ ավտոտնակների մասին, որոնք բակեր դարձան։ Այո, բակերում, եւ ինչու է սա ամենակարևոր անհրաժեշտ եւ ինչ է փոխվելու մարդկանց քաղաքացիների կենցաղավարության մեջ նաև։ Տեսեք, իրականում մենք պետք է գիտակցենք մի բան, որ հանրային շահը դա գերակա է, այսինքն որոշ անհատների կամ որոշ խմբերի շահը դա ավելի ստորադաս է, քան ավելի շատ մարդկանց շահը։ Հիմա տեսեք, մենք նայում ենք այս բոլոր բակերը, որոնք բարեկարգվել են։ Ստեղ այո, Մանե ջան, ճիշտ նշեցիր, ստեղ համարյա բոլորում կային ապօրինի ավտոտնակներ կամ միգուցե անգամ օրինական ավտոտնակներ, բայց նորից այդ մի մարդու մեքենայի շահը հաստատ ստորադաս է այսքան մարդու կամ այսքան երեխաների խաղալու, ինչպես ասեցիր, շփվելու, մանկություն ստեղծելու, մարզվելու։ Հիմա մենք նաև արդեն ինչ-որ վիճակագրություն ունենք, որ այն բակերում, որտեղ որ կան նմանատիպ արդեն հարմարություններ, սպորտ, որտեղ մենք պարտադիր նաև այդտեղ ավելացնում ենք այդ street workout-ի
բազային էլեմենտներ։ Մենք նայում ենք, որ այնտեղ օրինակ արդեն տղա աղջիկ բոլորը կարողանում են տենց կախված ժիմ անել, այսինքն շատ ավելի սպորտային, բացի այդ ֆուտբոլ, բասկետբոլ խաղեր, նաև իրոք մարզվում են, որտեվ այդ բազային, այսպես ասած, գործիքները բերում են լուրջ հետո ֆիզիկական նաև ակտիվության։ Կրպակները նաև տեսանք մի քանի արդեն լիովին բարեկարգված փողոցներ, որոնք որ տենց կոմպլեքս լուծումներ ունեն, սկսած այդ լարերի իջացումից, գետնի տակ, մայթերի ամբողջական բարեկարգումից, բնական քարերով, նոր նստարաններ, նոր ծառեր փոխանինված, նոր այդ իրանց հատվածներ, այսինքն ամբողջական միջավայր։ Ինքը գլոբալ միտքը է, որ մենք այդ միջավայր փոխելով նաև փոխում ենք ինչ-որ ձևի մարդկանց տրամադրությունները, որտեղ այդ մաքուր փողոցում, բարեկարգ փողոցում, նստարաններով, աղբամաններով լիովին նոր, իրականում ոնց որ տրամադրությունն էլ է մարդկանց փոխում։ Իհարկե։ Իսկ այդ հատվածներում արդեն մենք ունենք օրինակ կրպակներ, որոնք որ շատ վաղուց մնացած, որոնք որ իրականում լիովին խոչընդոտում են նորից այն հանրային շահը, որը տեղով մարդիկ պետքա անխոչընդոտ քայլեն։ Այդ process-ը շատ ակտիվ է գնում Երևանում, ոչ միայն կենտրոնում, այդ process-ը հիմա շատ ակտիվ գնում է կենտրոնում եւ շուտով տենց ավելի մեծ ու գլոբալ քանդումներ ենք ունենալու, իրանցից իմ սիրելիներից կինո Մոսկվայի ամառային դահլիճի բացազատումներ, որը իրականում հենց սեփականատերերի հետ համատեղ ենք արել, այսինքն այդ մի հատ մեծ ծրագրի սկիզբը, որը որ բերելու է մեզ վերջում այդ ամառը, չգիտեմ դուք կհիշեք թե չէ, բայց մենք այնտեղ նայում էինք ամառները բացօթյա կինո ու ինքը իրականում էլի շատ տենց մի հատ հատուկ մասեր էլի երևանյան կյանքի։ Հիմա փորձում ենք տենց մի քիչ այդ մշակութային կտորն էլ պահել, բայց ասում եմ, այս կրպակներից մի քիչ մարդիկ էլ երևի պետք է սկսեն սովորել, որ ու կա այդ տենդենս, այսինքն գնալով արդեն իրանք էլ տենց կամած համակերպվում են, որ այո, օրինակ այդ բակում կամ այդ մայթում պետքա արդեն օրինակ էլ չլինի այդ կրպակը կամ ավտոտնակը, պետքա լինի մայթ, խաղահրապարակ, այգի, որտեղ մենք գիտենք, որ շատ նաև մեր այգիներում են, հա, այդ ինչ որ տեսակի շինություններ, կաֆեներ, նականում իրանք կարան լինեն, այսինքն չենք բացառում, որ պետքա օրինակ նույն Եվրոպայում, լիքը այլ երկրներում տեսնում ենք, որ այգիներում կան, բայց իրանց ֆորման, տեսքը, մատուցման ձևը, չափսերը լրիվ ուրիշ են։ Եվ որքանով է կարելի է այդ այգու տարածքում դա անել, ինչպես են ընտրվում այն վայրերը, որոնք պետք է վերակառուցվեն, նորոգվեն կամ այն բակերը, որովհետև ես զուգահեռաբար հիշեցի վերջերս համացանցում տարածված շրջայցերից մեկից մի հատված, երբ երեխաները պահանջում էին քաղաքապետից, որ բասկետբոլի հատված էլ պիտի լինի մեր բակում եւ փորձում էին ամենայն մանրամասնությամբ ճշտել, թե հատվածը, հատակը ֆուտբոլի դաշտի ինչ է լինելու, խոտածածկ է, թե այլ ինչ որ, այսինքն երեխաները գիտեն, որ նրանք պահանջատեր են եւ իրենց բակը պիտի ազատեն այդ շինություններից եւ ունենան մեծ ու գեղեցիկ խաղահրապարակ եւ բակ։ Ինչպես են ընտրվում։ Շատ միևնույն ժամանակ շատ պատահական եւ շատ բարդ, հիմնականում մենք հավաքագրում ենք, այսինքն տարվա սկզբին հավաքագրում ենք այդ խնդրահարույց տեղերը, փորձում ենք իրականում բաշխել, հա, այսինքն չլինի, որ մի հատվածում, օրինակ մենակ փոքր կենտրոնում, հիմա օրինակ մենք տենց Ծատուրյան, Խորենացի, Պարոնյան, Դեմիրճան, իհարկե ունենք հիմա Մաշտոցի Պողոտայում, Քանյաց, Սայաթնովա, բայց փորձում ենք մաքսիմալ գոնե ըստ բնակչության քանակից ելնելով կամ ըստ թաղամասի հատվածից ունենալ ինչ-որ մի խաղահրապարակ, հիմնականում դրանք մեր այդ ակտիվ քաղաքացի հարթակով ստացված նաև խնդիրներն են, որոնք մենք գույքագրում ենք, նաև մեր մաքրողների թիմն է, որ էլի օրեկան կտրվածքով այդ բակեր մտնում է, մաքրում է ու էլի ֆիքսում է այդ խնդրահարույց բակերը, որտեղ պետք է բարեկարգվի, մարդիկ, որոնք անընդհատ ինձ գրում են, քաղաքապետին գրում են, շրջայցերին հանդիպում են, խնդրում են, մոտավորապես իրանցից բոլորից ըստ բնակչության քանակի, էլի տեղադիրքի որոշում ենք որտեղ ենք անելու։ Ձեր պաշտոնավարման տարիներին հետաքրքիր է, որ մեծ թափ է առնում մասնավոր համայնք համագործակցությունը։
Ինչ է այն իրենից ներկայացնում, ինչ առավելություններ ունենք եւ որքանով է այն դրական նպաստում հատկապես կենտրոն վարչական շրջանի գործունեության համար։ Իրականում, քանի որ ես 20 տարուց, այսինքն այս տարի կլինի 20 տարին, որ ես հանդիսանում եմ մի ընկերության սեփականատեր, որը զբաղվում է սոցիոլոգիական հարցումներով։ Այսինքն մենք տենց 20 տարի ուսումնասիրել ենք մարդկանց, ինքը էլի շարունակում է աշխատել, ես հիմա հանձնել եմ կառավարման, բայց այսինքն ես աշխատել եմ մասնավոր սեկտորում։ Դա իմ, այսպես ասած, ամենաուժեղ կողմերից մեկն է։ Ես շատ շփվող եմ, համոզող եմ, չեմ ամաչում, այսինքն այս պահին ես չեմ ամաչում ինչ-որ մարդկանց, մանավանդ իմ գործընկերներին, ինչ-որ բան խնդրել։ Առավել ևս, երբ որ ես գիտակցում եմ, որ այս քաղաքը մեր բոլորինն է, ու ես էլ եմ տենց մտածել միշտ, միջև այս աշխատանքին անցնելը, ու ես հասկացել եմ, որ բացի նրանից, որ կարելի է հարկ վճարել, նաև կարելի է ինչ-որ տենց հավելյալ գործողություններ կամ արժեք ստեղծել կամ քո ֆինանսական կամ մարդկային ռեսուրսների շնորհիվ։ Հիմա այն կապերը, որոնք այս տարիներին կուտակվել են, ես հիմա փորձում եմ ճիշտ օգտագործել մեր քաղաքին։ Կարծում եմ, որ այդ կապը շատ կարևոր էր, որովհետև իրանք էլ այդ մասնավոր սեկտորն էլ է սպասում այդ քաղաք կամ համայնք մասնավոր համագործակցությանը, բայց ճիշտ մարդու կամ այն մարդու հետ, ում հետ արդեն փորձ ունի ինչ-որ ձևի աշխատանքի։ Մենք ունեցել ենք ֆանտաստիկ համագործակցություններ ու ես շատ ուրախ եմ այդ մեր բոլոր գործընկերներին, իմ ընկերներին, ովքեր որ թե սկզբից հավատացին այս ամեն ինչին, որ իրականում մենք կհաղթահարենք այդ բյուրոկրատական կտորը ու կունենանք արդյունք, իսկ այսօր մենք լիքը արդյունքներ ունենք։ Սկսած այս Կեռոն զարգացման հիմնադրամի հետ համատեղ արած խաղահրապարակներից, որտեղ իրանց միացան Armbrook-ը, Paper ընկերությունը, որոնք որ այդ խաղահրապարակների ամեն մեկում ինչ-որ մի մասով մասնակցեցին, Սարյանի աստիճանները հանրահայտ, որը նախաձեռնել էինք Monetiles-ի հետ, հետո էլի Կեռոնը մեզ միացավ, իրականում միշտ կար այդ միտքը, հա, որ օրինակ Երևանին պակասում են կամ կենտրոնին պակասում են այդ հանրային խաղահրապարակները ու այդ մտքին ոնց որ իրանց հիմնադիրը հավատաց ու տենց կպավ հիմա այսօր ունենք արդեն տենց լիովին սիրված, ասենց ասեմ, եթե ցերեկները լինեք, այնտեղ իրականում ֆանտաստիկ միջավայր է, այո, ու շատ կարևոր է, որ ես ուզում եմ ու մենք բոլորս կիսեցինք այդ միտքը, որ այդ միջավայր պետք է փոխվի, օրինակ ինչի կոնկրետ ընտրվեց, տենց կես ժամում ենք իրականում այդ տեղերը ընտրել, այդ 3 խաղարա, տենց մեծ քայլել ենք, ես տեղերը ցույց եմ տվել ու տենց միանգամից միտքը բռնեցինք էլի երկուսս էլ, որովհետև օրինակ նույն Օղակաձևում, որտեղ Կարմրախայտն է, այնտեղ այդ մեծ ձուկ է, տենց իդեպ նաև շատ մի քիչ տխրում եմ, որ դեռ այսքան տարածելուց հետո մեկը լիքը մարդ կա, որ չգիտի, ինքը Օղակաձև զբոսայգում սկեյթ պարկի հարևանությամբ է անմիջապես, որտեղ այնտեղ կար այդ սկեյթ պարկը, որտեղ արդեն ինչ-որ տարիքային խումբ վայելում էր իր ժամանցը, բայց մենք շատ ժամանակ գնում էինք կնոջս փոքր երեխայիս հետ, ունդեղ բացի այդ սկեյթից ուրիշ բան չկար անելու։ Ու ինքը տենց լրիվ ծառերի մեջ է, ծածկված, այսինքն շատ ավելի տենց բնության մոտ է, հա, ու այդտեղ այդ միտքը արդեն, որ գետառի վրա է, ձկան թեմայով լինի, ասենց ասեմ, շատ իրականում ինքը յուրօրինակ խաղահրապարակ է։ Երկրորդը հանրապետության հրապարակի հարևանությամբ, հա, որը հայկական գորգի արդեն նախշով է ու տենց խաղահրապարակը ավելի այդ էլեմենտներով։ Բոլորը կրթական կտորներ ունեն, բոլորը ունեն ներառական հատված, այսինքն բոլոր երեխաների կարևոր չի սահմանափակումներ եւ այլն ունեն, թե չէ, իրանց համարը եւ երրորդը բացեցինք Միսակ Մանուշյանի այգում, այդ էլ տենց գյուտարարներին նվիրված այդ բարձր սղարանն է, հիմա 4-րդը անում ենք երիտասարդական մետրոյի հարևանությամբ արդեն ուրիշ գործընկերոջ հետ, որը տենց մի քիչ բրուտալիզմ, մետրոյի տենց այդ էլեմենտները ներառելով ու ասեմ, որ այդտեղ արել էինք շատ մեծ մի հատ չօգտագործվող սրճարանի ապամոնտաժում, որի հատվածում էլ կլինի այդ խաղահրապարակը, այդ հատված այն ձեռքերով արձանի մոտ է,
նաև Իսահակյանի արձանի հետևը, որտեղ էլի շատ մեծ քանդումներ արեցինք ու վաղը 10:30 այնտեղ բացում ենք, ավելի շուտ վերականգնում ենք շատ վաղուց արդեն չգործող շատրվանները, տենց շատ յուրահատուկ ու զգուշ վերականգնել ենք իրան, այսինքն էլի միջավայր, որտեղ տարբեր կտորներով սկսում է բարեկարգվել ու մեկ էլ տենց վերջում արդեն մի կտորում գոնե ունենում ենք ավելի մաքուր հարմար։ Մի խոսքով գործերը մտքերը այնքան շատ են, որ մի ամբողջ եթեր չի բավականացնի, այնպես որ մենք ձեզ էլի սպասում ենք հետաքրքիր մտքերով ու արված գործերով։ Այո, եւ ես ուզում եմ որպես զրույցի ամփոփում հասկանալ ինչպիսի Երևան ու կենտրոն եք ուզում թողնել տարիներ անց երևանցիներին։ Ես շատ ուզում եմ, որ Երևանը ունենա տենց թոքեր, այգիներ ու նմանատիպ վայրեր, իսկ ինչ եմ ուզում թողել, ենթադրում եմ, ես հիմա անում եմ այն ինչ, որ ինձ շատ դուր է գալիս, այդքան չեմ մտածում ինչ եմ ուզում թողել, հələ որ անում եմ այն ինչ դուր է գալիս, սկսած իմ այդ սպորտային միջոցառումներից, հիմա անվճար կինոդիտումներ են, այսինքն տենց շատ մտածված բաներ չեն դե թողնելու եք հիշողություններ ամեն դեպքում Եվ որ քաղաքը շնչի։ Հուսով եմ։ Շնորհակալ եմ ձեզ, օրվա լավ շարունակություն, երկար կարող ենք խոսել, բայց կհանդիպենք շատ շուտով։ Առավոտ Ռուսոն շարունակում իր ընթացքը, մնացեք մեզ հետ։